Հակամարտության իրական վտանգ կա, որ փորձում ենք կանխել արձագանք Վաշինգտոնից հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Հայաստանը սեփ-թուրքական աշխարհի կոկորդում ուր են տանում Էրդողանի խաղաղության կեղծ կոչերն ու կրտսեր եղբոր Ալիևի արևմտյան Ադրբեջան խոսույթը արդյոք ուղիղ սպառնալիք կա Սյունիքին։ Փողով զինգրքույկ օրինական ճանապարհով կամ զինծառայություն 24 ամսից պակաս ժամկետով գումարի դիմաց։ Պարտադիր զինծառայություն անցնելու կառավարության նոր ձևաչափը։ Մեկ տասնյակի հասնող քրեական գործեր, բազում ծառայողական քննություններ, պաշտոնաթողություններ, ՊԵԿ-ի պայքարը համակարգում կոռուպցիոներների դեմ։ Որ բուժկենտրոնում բուժվել, որ բժշկին դիմել, բուժառունք ունենա ազատ ընտրելու իրավունք համընդհանուր ապահովագրության համակարգի ներդնելուց հետո։ Հորը դանակահարելուց հետո որդին փորձել է նետվել կամրջից, դաժան սպանություն էջմիածնում, ինչու է կրիմինալը գլուխ բարձրացրել հոգևոր մայրաքաղաքում։ Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Անիֆի շահութահարկը կվճարի կառավարությունը, բյուջեից 84.5 միլիոն դրամ կհատկացնեն։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Իրական հակամարտության վտանգ կա, որ փորձում ենք կանխել, Միացյալ Նահանգների պետքարտուղարն է հայտարարել, ընդգծել։ Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացրել է Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու վրա։ Մարկո Ռուբիոն նաև ասել է, որ հայ գերիների ազատ արձակումը Միացյալ Նահանգների շարունակական դիվանագիտական ջանքերի կարևոր բաղադրիչ է։ Ինչու է հենց հիմա Վաշինգտոնից նման հայտարարություն հնչում, տարածաշրջանային ինչ զարգացումներ են սպասվում և ինչ մեսիջ է Վաշինգտոնը հղում միջազգային և կովկասյան դերակատարներին, ժամի անդրադարձը։ Կոնգրեսում է Մարկո Ռուբիոն խոսել հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա պատասխանել է հայամետ կոնգրեսականի հարցին։ Ռուբիոն մի կողմից ասում է, որ խաղաղություն հաստատելու նպատակներ ունեն, մյուս կողմից ընդգծում կա իրական վտանգ, որ հակամարտություն կարող է լինել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատելու վրա։ Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրաված են այդ գործընթացում, փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունը։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն։ Ըստ ամերիկագետի նախ կարևոր է միջավայրը, այսպես ասենք հարթակի լրջությունը, որտեղ Ռուբիոն բարձրացրել է հարցը։ Հետո նաև այն, որ հիմա Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի պաշտոնակատար է։ Նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները ստացվում է նույնական են, բայց որպես կանոն այս կառույցների մոտեցումները հիմնականում չեն համընկնում։ Գործում ենք միավիճակ է, երբ որ այս երկու կառույցները ըստ Ռուբիոյի ղեկավարության ներքո է գտնվում եւ նրա արտահայտած միտքը շատ ավելի հստակ եւ կարելի ասել միանշանակ նաև արտացոլում են քաղաքականությունը, որը Ռուբիոն առաջ է մղում ներկայացնելով Միացյալ Նահանգների նախագահին։ Խոսքի բովանդակության մասին գնահատականը նոր չէ, բայց նոր են հարավային Կովկասի իրողությունները։ Այստեղ են Իրանն ու Ռուսաստանը, որոնց հետ վերջին շրջանում սկսել է երկխոսել Միացյալ Նահանգները։ Արդյունքում ըստ մասնագետի քիչ թե շատ սառեցնելով հարաբերությունները Իսրայելի հետ։ Իսրայելի դաշնակից Ադրբեջանին զգուշացնում են, հիմա սադրանք հրահրելու ժամանակը չէ։ Եվ Ռուսաստանը եւ Իրանը ինչ-որ ձևով ներքաշվելու է, եթե Ադրբեջանը որոշի Սյունիքը գրավել կամ եթե որոշի Միջանցքի այսպես ասենք հարցը լուծել, հենց սա է պատճառը, որ կարծում եմ Միացյալ Նահանգները նաև մեսիջներ է տալիս նաև Ադրբեջանին, որ պետք է զերծ մնալ այս ամեն ինչից, որովհետև Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերին այդ ամենը կարող է խանգարել։ Ես չեմ կարծում, որ լարելու նպատակ կա, որտեղ նորից եմ ասում, գոնե այս փուլում նման նպատակ լինելը այդքան էլ պրագմատիկ չէ, որովհետև Իրանի հետ բանակցությունները բավականին դանդաղ, բայց կարծես թե հաստատուն կերպով են առաջ շարժվում, նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Ամերիկյան կողմը ասում է Ադրբեջանին առաջին հերթին իհարկե իր շահերի համար, իսկ ինչպես կվարվի Վաշինգտոնը 907 բանաձևի հետ, որը արգելում է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։ Փորձագետն ասում է նախորդ տարի բանաձևը չի շրջանցվել, այն կիրառվում է, ուժի մեջ է։ Սովորաբար այն շրջանցելու նամակով պետքարտուղարը դիմում է կոնգրեսին։ Այդպիսի նամակ ըստ փորձագետի դեռ չկա։ Տիգրան Յուրգենյան, ժամը լրատվական։
Թուրքիայում Էրդողանի դարաշրջանը ավարտին է մոտենում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Ըստ ՏԱՍ-ի, Թուրքիայի առաջնորդը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը աշխատանքներ է տանում նոր սահմանադրության նախագիծը պատրաստելու ուղղությամբ, ասել է Էրդողանը, և կոչ արել ընդդիմությանը միանալ այդ աշխատանքներին։ Մինչ թոշակի գնալը, սակայն Էրդողանը մեծախորժակ ունի, նրա մտապատկերում պանթուրքական ծավալապաշտական ծրագրերն են, որտեղ սեպի պես խրված է Հայաստանը, մասնավորապես Սյունիքը։ Թուրքիայի առաջնորդը թրքախոս ղեկավարների հավաքին կրկին հիշել է Արցախյան պատերազմը, հիշեցրել Ալիևին, թե ում է պարտական հայկական պատմական տարածքները գրավելու գործում։ Էրդողանը խաղաղության կեղծ կոչեր է հնչեցրել ճանապարհների ապաշրջափակում անվան տակ աչք տնկել Սյունիքով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու վրա։ Թուրքալեզու պետությունների ղեկավարներն են կրկին հավաքվել, այս անգամ Բուդապեշտում։ Էրդողանն իր ելույթում հիշեցրել է Արցախյան 44-օրյա պատերազմը, թուրքական և ադրբեջանական համատեղ զինված ուժերով արցախահայերի դեմ իրականացված ռազմական ագրեսիան։ Ամեն անգամ Էրդողանը այդ փաստը նշում է եւ բացի դրանից ամեն անգամ նա Ալիևին հիշեցնում է, որ այդ հաղթանակը եղել է իրենց շնորհիվ։ Էրդողանն իր կրտսեր եղբորը Ալիևին է կարգել Հարավային Կովկասում այսպես կոչված խաղաղության ռահվիրա։ Խաղաղություն ասելուց հետո, սակայն Թուրքիայի նախագահի աչքին Մանջուրիայից մինչև միջերկրական ծով հատվածն է երևում։ Հետևաբար Էրդողանի ելույթում երևում են պանթուրքական, նեոօսմանական եւ ծավալապաշտական քաղաքականության նուրբ երանգներ ու տարատեսակ միջանցքների կառուցման մտադրությունը։ Մենք ուշադիր հետևում ենք Կովկասում զարգացող իրադարձություններին, որն ունի թուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը համաձայնել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին։ Ես համոզված եմ, որ հաղթած նախագահ իմ ընկեր Ալիևը կմտնի պատմության մեջ որպես լիդեր, որը խաղաղություն է բերել տարածաշրջան։ Նրանք իրենց լոզունգներում այսպես խաղաղության լոզունգներով դիտարկում են, թե իբր խաղաղություն կլինի, ճանապարհներ կբացվեն, բայց իրականում, եթե նայում ենք այսպես գաղափարախոսություններին եւ Էրդողանի խոսույթին, որը համընկնում է այդ ծավալապաշտականության հետ, ապա հասկանում ենք, որ Էրդողանը նաեւ ունի այն գաղափարախոսությունը, որ Հայաստանը սեպ է, որը խրված է թուրքական աշխարհի մեջ եւ Հայաստանի վերացումը եւ այդ սեպի հանումը իրենց գլխավոր նպատակներից է եւ առաջի գործը, որ այդ սեպը պիտի հանվի, դա Զանգեզուրների այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը հնարավորություն կտա Հայաստանը որպես այդպիսին իրենց ճանապարհից վերացնել։ Խաղաղության մասին խոսելով Թուրքիայի նախագահ այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնք ըստ մասնագետի այնքան էլ ընդունելի չեն թուրքական մյուս պետությունների համար։ Էրդողանը կոչ է անում թուրքալեզու ժողովուրդներին միանալ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին առաջ քաշած թուրքական պետությունների միավորման գաղափարախոսությանը։ Նա իր խոսքում մի քանի անգամ խնդրեց թուրքական պետություններին, որպեսզի աջակցեն այդ ծրագրին։ Եթե ժամանակին այս գաղափարախոսությունը ուներ իր այսպես ակտուալությունը, քանի որ թուրքախոս ժողովուրդները գտնվում էին ռուսական կայսրության տիրապետության տակ, այնուհետև սովետական միության մեջ, այժմ նրանք ձեռք են բերել անկախություն եւ ունեն իրենց ազգային նպատակները եւ այս հարթակը դիտարկում են ընդհանրապես տնտեսական համագործակցության մի տիրույթ եւ կարծում եմ դեռևս Էրդողանը փորձում է եւ իր խոսքում էլ եթե նայենք, փորձում է համոզել այս պետություններին, որպեսզի նրանք միանան այդ խոշոր գաղափարին, որը դրվել է դեռևս 20-րդ դարի 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Էրդողանն ու Ալիևը իրենց դարավոր ծրագիրը կյանքի կոչելու համար աչքը դրել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, եւ թուրքագետները վստահ են, նրանք ամեն գնով են փորձելու հասնել դրան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Որևէ Զանգեզուրի միջանցք չի լինելու, ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, ասել է դեսպանը պատասխանելով լրագրողի հարցին, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ասում էր, իրենք Ադրբեջանի հետ պատրաստվում են միջանցքի բացմանը, ինչ է պատրաստվում անել Իրանը, եթե Ադրբեջանը դիմի ուժի միջոցով վերցնելու այդ միջանցքը։ Հիշեցնեմ, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, որ Զանգեզուրի միջանցք ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։
Էրդողանի կրտսեր եղբայր Ալիևը Զանգեզուրի միջանցքից զատ ավելի մեծ նկրտումներ ունի։ Նա կրկին հանդես է եկել Արևմտյան Ադրբեջան խոսույթով, որին այսօր արձագանքել է Երևանը արտգործնախարարության խոսնակի մակարդակով։ Ընդ որում Ալիևի հայտարարությունները ոչ միայն ներքին սպառման համար քարոզչական թեզ են, այլ իրական մարտահրավեր։ Ալիևն ասել է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պապական հողեր, նկատի ունենալով Հայաստանի տարածքը։ Թշնամական երկրում ադրբեջանցիների փաստաթղթերում որպես ծննդյան վայր սկսել են նշել հայկական բնակավայրերը ադրբեջանական անվանումներով։ Սա մի հերթական ադրբեջանցու անձնական փաստաթուղթ է, պետությունն է տվել։ Թղթի կտորի վրա նկարից ու անուն ազգանունից բացի մի տվյալ էլ կա։ Գրել են հայրենիքը Արևմտյան Ադրբեջան, ոչ ավելի ու ոչ պակաս Չամբարակ Թոխլուջա, իսկ իրականում Հայաստան Ճամբարակ Դրախտիկ։ Այս Քաշիմով Քամրանի եւ իր երկրի ղեկավարության երևակայությունը փաստորեն չափ ու սահման չունի։ Հիմա վերադառնանք իրականություն։ Այստեղ էլ Ալիևը խապկանքների մեջ է։ Նախորդին է պնդել, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել։ Նա շեշտել է, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում։ Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել։ Բնականաբար, արևմտյան Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիների համար պետք է ապահովեն նաև անվտանգության երաշխիքներ։ Վերջին շրջանում հատկապես այս արևմտյան Ադրբեջանի շուրջ կեղծ քարոզչությունը անցնում է բոլոր սահմանները։ Այս քարոզչամեքենայի թափանիվը զարգացնողները ուղիղ Ալիևի վարչակազմից են ֆինանսավորվում։ Սա հերթական ու սովորական դրվագն է այն մասին, որ Ալիևը բացառված է, որ խաղաղություն կնքի, ասում է ադրբեջանագետը։ Ավելին, սա մի խոսույթ է, որը ձևակերպվում է հետագայում որպես նախապայման ու հաղթաթուղթ օգտագործելու համար, իհարկե Հայաստանի դեմ։ Ադրբեջանի ղեկավարը մեր սահմաններին կանգնած նայում է Հայաստանի Հանրապետությանը, օկուպացված Արցախից եւ ասում է, ես քաջապես հորդորում եմ լրագրողներին չօգտագործել կեղծ հայկական տեղանուններ եւ հենց կոնկրետ շեշտում է, ասում է Վարդենիսի փոխարեն Դասափեչյան, ասում է ինչ երասի մասին է խոսքը, երասի փոխարեն պիտի օգտագործեք Արազ Դայան։ Հայաստանի սահմանների մասին խոսելիս չեն օգտագործում սահման բառը, օգտագործում են պայմանական սահման բառը, այդ թվում սահմանազատված հատվածի վերաբերյալ խոսելիս։ Ադրբեջանի իշխանությունն արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Հայաստանի արտգործնախարարը սա Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ էր համարել, վարչապետն էլ խոսելով Ղարաբաղի հարցը փակելու մասին, ասել էր մեջբերում, ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ արևմտյան Ադրբեջանի շարժումը։ Այսօր էլ արտգործնախարարության խոսնակն է շեշտել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան Ադրբեջան չկա։ Արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Խաղաղության փաստաթուղթ ստորագրելու պատրաստ Հայաստանի իշխանություններին Ադրբեջանի իշխանությունը շտապում է հիասթափեցնել, հասկացնելով, որ բացի առաջ քաշված հիմնական նախապայմաններից էլի հարցեր կան։ Շարունակաբար արտացվում է եւ շրջանառվում է այն միջը, որ քանի դեռ աբեկչական տերմիններ նորից օգտագործում արևմտյան ադրբեջանցիները չեն վերադարձել իրենց պավենական հողեր, անիմաստ է խոսել խաղաղության մասին, ավելին պահանջում են անվտանգության հստակ երաշխիքներ, ավելին արդեն սկսել են խոսել միջազգային երաշխիքների մասին։ Հայտնի իրողություն է Ալիևի այս թեզերը, որ ըստ էության զավեշտ են, այնուամենայնիվ իրականացվում են մի ամբողջ վարչախմբի մակարդակով։ Նպատակ ունենալով մոլորեցնել թե հասարակությանը, թե միջազգային հանրությանը։ Նա նախապես է պլանավորում ինչպես խաղաղություն չկնքել։ Տիգրանուհի Կուրգինյան, ժամանրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Թողով զինգրքույկ օրինական ճանապարհով կամ զինծառայություն 24 ամսից պակաս ժամկետով գումարի դիմաց պարտադիր զինծառայություն անցնելու կառավարության նոր ձևաչափը։ Մեկ տասնյակի հասնող քրեական գործեր, բազում ծառայողական քննություններ, պաշտոնաթողություններ, պեկի պայքարը համակարգում կոռուպցիոներների դեմ։ Որ բուժկենտրոնում բուժվել, որ բժշկին դիմել, բուժառունք ունենա ազատ ընտրելու իրավունք համընդհանուր ապահովագրության համակարգի ներդնելուց հետո։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Այժմ միջազգային լրահոս Վաշինգտոնում սպանել են Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանության 2 աշխատակցի։ Նախագահ Թրամփը մայրաքաղաքում հնչած կրակոցները հակասեմականության դրսևորում է որակել։ Կասկածյալին ոստիկանները ձերբակալել են մայրաքաղաքի հրեական թանգարանի տարածքում։ Ի դեպ այս միջադեպից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում ուժեղացնել Իսրայելի դիվանագիտական առաքելությունների եւ կառավարության աշխատակիցների անվտանգության ապահովումը։ Մեկ ժամ առաջ էլ կրկին կրակոցներ են հնչել Վաշինգտոնում,
կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մուտքի մոտ։ Ըստ NBC հեռուստաընկերության շեմքի անվտանգությունն ապահովող զինվորականները կրակ են արձակել մի տղամարդու ուղղությամբ, նա հրազանային վիրավորում է ստացել։ Արդյոք կապ ունեն այս երկու միջադեպերը միմյանց հետ, դեռ հայտնի չէ։ Գազայի հատվածում վերջին օրերին սովից մահացել է 29 երեխա և տարեց մարդ։ Պաղեստինի առողջապահության նախարարը հայտարարել է, որ հազարավորներն էլ վտանգի տակ են, հաղորդում է Reuters-ը։ Ըստ նրան խնդրել են արձագանքել ՄԱԿ-ի օգնության առաքելության ղեկավարի ավելի վաղ արած հայտարարություններին, թե 14,000 նորածին կարող է մահանել առանց օգնության։ Նախարարն ասել է 14,000 թիվը շատ իրատեսական է, բայց կարող է նույնիսկ նվազեցված լինել։ Ռուսաստանին G8 երկրների ակումբից դուրս թողնելու որոշումը սխալ էր, ասել է Դոնալդ Թրամփը։ Մեծ յոթնյակը նախկինում մեծ ութնյակ էր, բայց նրանք փայլուն կերպով դուրս մղեցին Մոսկվային։ Շատ ավելի լավ կլիներ, եթե նրանք մնային, նշել է Թրամփը Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ օվալաձև դահլիճում անցկացված բանակցությունների ժամանակ։ Ռուս զինվորականները աշխատում են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ավելացրել հակառակորդի կրակակետերը ակտիվորեն ճնշվում են։ Պուտինի խոսքով Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանները տուժում են գնդակոծությունից, անօդաչու թռչող սարքերից և դիվերսանտներից։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան Վատիկանում։ Wall Street Journal-ի տեղեկացմամբ ամերիկյան կողմից բանակցությունների մասնակցելու են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քերոլը։ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետերի հետ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը ընդգծել է հանդիպման կարևորությունը։ Վերադառնանք Հայաստան, զինծառայություն 24 ամսից պակաս ժամկետով գումարի դիմաց։ Կառավարությունը այսօր նախագիծ է ընդունել, որով առաջարկում է սահմանել պարտադիր զինծառայություն անցնելու նոր ձևաչափ։ Բանակում պարտադիր զինծառայությունը 2 տարուց շուտ կավարտեք պետբյուջե վճար կատարելու պայմանով։ 1 ամսվա ծառայություն 24 միլիոն դրամ վճարով, 4 ամսվա ծառայություն 18 միլիոն դրամ վճարով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկանը։ Պաշտպանության նախարարն է ներկայացրել նախագիծը, ասել, որ մինչև 16 տարին լրանալը տղաների համար Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուր կսահմանվի 15 միլիոն դրամը։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը նիստին ներկա չի եղել, նա այսօրվանից գտնվում է Կարճատև արձակուրդում։ Նախաձեռնությունը ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանինն է եւ այն քննարկում է անցել նաեւ միջգերատեսչական հարթակում, ինչպես նաեւ անցել է նաեւ նախարարական կոմիտեով եւ ըստ այդմ ձևակերպվել է հետեւյալ առաջարկությունները կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ Նարական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է Արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ 9 քրեական գործ, 1 տասնյակից ավելի ծառայողական քննություններ պեկում, կոմիտեն համակարգը մաքրում է կոռուպցիոներներից։ Կառույցի ղեկավարը այսօր ստվերի դեմ պայքարի ցուցանիշներն է ներկայացրել, պատմել, թե որքան գումար են մուտք արել բյուջեն, նաև մանրամասներ հայտնել, թե ինչ ընթացքում է եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Ընդհանուր առմամբ 54,000-ից ավելի քաղաքացիներ եկամուտների հայտարարագիր են ներկայացրել։ Նրանցից 23,000-ը 2 միլիարդ դրամից ավելի սոցիալական կրեդիտ են ստացել։ Ունենք մշակված կոնցեպտ հայտարարագրման նոր հարթակի, բայց նաև միաժամանակ փոփոխություններ են կարել, գիտեք, այդ 300,000 շեմի մասին, որը հնարավորություն է տվել ավելի հանգիստ լինել հայտարարագրերը դրածներից, ունենք ժամկետների որոշակի փոփոխություններ հայտարարագրերը դրածներից, որը բխում է նույնականացման քարտերի հասանելիությունից։ Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին։ Կարող է վստահեցնել, որ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր լրացնող բոլոր քաղաքացիները ID քարտերով ապահովված կլինեն։ Էականը դինամիկան է, ասենք, երբ որ նայում ենք օրինակ, թե յուրաքանչյուր շաբաթ քանի
քաղաքացի է հայտարարագիր լրացնում, իրականում բավական տենց հետաքրքիր դինամիկա կա ու դրական դինամիկա կա, ու մարդիկ արժանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը։ Այդ վստահությունը կարծում եմ մեզնից այդքան կախված չէ, ինչու, որովհետև ներքին գործերի նախարարությունը ավելի հստակ կասի, թե մինչև նոյեմբերի 1 բոլոր ID քարտերը պատրաստ կլինեն, թե չէ։ Հաջորդ հարցը վերաբերում է կոնյակագործներին։ Տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի դեսպանատան մոտ։ Վրացական Մաքսակետում խոչընդոտներ են ստեղծվել հայ կոնյակագործների, գինեգործների համար։ Իրենց ապրանքը չեն կարողանում արտահանել։ Պետնախագահը հայտնեց, որ գիտեն խնդիրը, աշխատում են այդ ուղղությամբ։ Փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որ նման փորձաքննություններ են իրականացվում։ Այս պահի հիմնական մեկնաբանությունը նա է, որ դա ստանդարտ մաքսային ընթացակարգերով իրականացվող փորձաքննություն է, երբ որ ոնց որ ես էի նոր ասում, որ մենք ենք իրականացնում, երբ որ ռիսկ է տենում մաքսային համակարգը կամ մաքսային աշխատողը, որ պետք է ինչ որ ապրանքի վերաբերյալ ուսումնասիրություն անի, ինչ որ նմուշ վերցնում է ու ուղարկում է փորձաքննության։ Հիմա այս պահին այդ մեկնաբանությունը ունենք, բայց իհարկե այդ մեկնաբանությունը դեռ բավարար չէ, որ խնդիրները խորը հասկանան։ Հունվար-ապրիլին ՊԵԿ-ը տնտեսվարողների 6124 ստուգում է կատարել։ Ստվերի դեմ պայքարի եւ արդարության շրջանակում 45 միլիարդ դրամի գումար է մուտքարվել պետական բյուջե։ Ամբողջ գործիքակազմով 18%-անոց աճեր ունենք, մոտ 45 միլիարդ դրամի բացահայտումներ։ ՊԵԿ նախագահը վստահեցնում է, թե հաջող պայքար են տանում կոռուպցիայի դեմ։ 9 քրեական գործ կա հարուցված, 16 ծառայողական քննություն է իրականացվել, 6 աշխատակից խիստ նկատողություն է ստացել։ Համակարգից աշխատանքից ազատվողներ են եղել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Դեղերը հուլիսի 1-ից դեղատոմսով գնելու գործընթացը կձգձգվի։ Նախարարությունը ուզում է առողջապահության համապարփակ ապահովագրության հետ միաժամանակ այն ներդնել, թե երբ դեռ հայտնի չէ։ Փորձագետները բազմաթիվ խութեր են տեսնում ապահովագրության նոր առաջարկվող այս համակարգում։ Արդյոք նախարարությունը պայմանագրեր կկնքի բոլոր բուժ հաստատությունների հետ եւ քաղաքացին հնարավորություն կունենա ազատ ընտրել, թե ում դիմել բուժ օգնություն ստանալու համար, թե ստիպված կլինի ընտրություն կատարել բժիշկների սեղմ ցանկից։ Որ բուժկենտրոնում ու որ բժիշկը բուժի առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն արդյոք ենթադրելու է, որ այս ընտրությունն ազատորեն բուժառուն է կատարելու։ Ոլորտի գլխավոր պատասխանատուն հաստատում է, նպատակները համակարգը հենց այդ կողմ տանելու մասին են։ Եթե հիմա անձը պոլիկլինիկայում ուղեգրի հիման վրա նեղ մասնագետի խորհրդատվություն է նշանակվում, ապա նա այդ ծառայությունը ստանում է հենց տվյալ պոլիկլինիկայի նեղ մասնագետից կամ ամբուլատորիային կցված ուրեմն նեղ մասնագետներից, բայց ապահովագրության շրջանակներում մենք ընդլայնելու ենք այս հնարավորությունը։ Գոնե պոլիկլինիկաներում կցագրման սկզբունքը վաղուց չկա, բացառապես հավաքագրման ձևաչափն է գործում։ Պետառողջապահական գործակալության նախկին ղեկավարն է հիշեցնում ու հարցնում, այս դեպքում նորությունը որն է, իսկ այն, որ ամբողջությամբ կանցնենք քաղաքացու անհատական ընտրությանը, փորձագետն այնքան էլ վստահ չէ։ Լինելու են բացառապես այն պոլիկլինիկաները, հիվանդանոցները, որ ունի ապահովագրական հիմնադրամի հետ պայմանագիր։ Հետևաբար այն կազմակերպությունները, որոնք պայմանագիր չեն ունենա եւ քաղաքացին կդիմի այդ կազմակերպության խորհրդատվության, նրանք մնալու են վճարովի սկզբունքով։ Օրենքի նախագծում տառ անգամ չկա, թե բոլոր լիցենզիա ունեցող առողջապահական կազմակերպությունների հետ ստեղծվող ապահովագրական հիմնադրամը պայմանագիր է կնքելու, հավելում է Վարդանյանը։ Ընդհակառակը, ըստ նախագծային փաստաթղթերի, գրված է, որ լինելու է ընտրովի որոշակի չափանիշներին համապատասխանող կազմակերպությունների հետ պայմանագիր։ Իսկ երբ կունենանք ապահովագրություն, այս հարցը դեռևս միանշանակ պատասխան չունի։ Հիշենք, այս տարի էլ համակարգը չգործարկելու Ֆիննախի առաջ բերած վերջին պատճառը փող չունենալու մասին էր, թե երբ փողը կգտնվի, պարզ չէ, բայց մինչև այդ առողջապահության նախարարությունը որոշել է դեղատոմսով դուրս գրման ենթակա դեղերի ծրագիրը ոչ թե առաջիկա հուլիսի 1-ից, այլ 2027 թվականից մեկնարկել, ինչն էլ փորձագետները կապում են ապահովագրության ներդրման հետ, քանի որ վերջինիս առանցքը նաև դա է։ Ասում են, մինչև այդ թվականը ապահովագրության մասին մոռացեք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ավտոտնակի փոխարեն նոր գրադարան կլինի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի բակում։ Հենց նախագծային աշխատանքները ավարտեն, 2 ամսում կկառուցեն նոր լոֆթ ոճի փայտաշեն գրադարանը, խոստացել են ռեկտորին։ Իսկ մինչ այդ 30,000-անոց գրադարանային ֆոնդը կմնա կիսանկուղային հարկի պահոցներում։ 5 գրադարանի տարածքը 10 տարով հանձնել են ֆրանսիական համալսարանին, ինչ նպատակով և ինչ է լինելու գրքերի ճակատագիրը, մասնագետների մտավախությունների հետքերով գնացել է Սվետլանա Ավդիշյանը։
Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում փակվել ու լիկվիդացվել է գրադարանը։ Ահազանգում են քաղաքացիները։ Լուրեր են պտտվում, թե ոչ միայն գրադարանի տարածքը, այլև ինստիտուտի ամբողջ առաջին հարկը հատկացվել է Ֆրանսիայի դեսպանատանը, ֆրանսիական ինստիտուտին եւ այդ պատճառով էլ գրադարանը տեղահանվել է։ Այս խնդրին Facebook-յան գրառմամբ անդրադարձել է նաեւ թարգմանիչ կինոգետ Զավեն Բոյաջյանը, նշելով, որ ուսանողներին զրկել են ոչ միայն գրադարանի շուրջ 30 հազարանոց ֆոնդից, այլ նաեւ գրքերն են ոչ համապատասխան պահոցներում պահվում։ 3 սենյակ զբաղեցնող գրադարանն ի վերջո ծվարել է 3-րդ հարկի մի սենյակում եւ հիմա 5-ից 6 նստարանով մի ընթերցասրահ է, որտեղ լավագույն դեպքում մի քանի 100 գիրք կարող է հասանելի լինել։ Դե գրապահոցները ոչ եւս են եղել, մի 30,000 գիրք լցված է, ինչքան հասկացա Համազգային թատրոնի պահեստներում, որտեղ հազիվ թե համապատասխան պայմաններ կան գրքեր պահելու համար։ Գրադարանավարն էլ փաստորեն 3-րդ հարկից պիտի շարունակ իջնի նկող հարկավոր գիրքը գտնել բերելու առաքելությամբ։ Կատարվածի հետքերով գնացինք պարզելու իսկապես փակվել է գրադարանը, թե ոչ։ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը ժամին տեղեկացրեց, որ գրադարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը, ու թեև իսկապես առաջին հարկից տեղափոխվել է 3-րդ հարկ, այնուամենայնիվ սա ժամանակավոր լուծում է, մինչև ինստիտուտի բակում կկառուցվի երկհարկանի ժամանակակից նոր գրադարանը։ Ի դեպ, հենց այս ավտոտնակի տարածքում է լինելու նոր շինությունը, որի աշխատանքներն այժմ նախագծման փուլում են։ Լինելու է 2 հարկանի շինություն, 2 հարկն էլ ծառայելու են որպես գրադարան եւ ընթերցասրահ լոֆթ ոճի մեջ։ Իսկ մինչ այդ ըստ ռեկտորի վերանայել ու առանձնացրել են ուսանողների նախասիրություններին համապատասխան գրականության ցանկը։ Նրանց անհրաժեշտ բոլոր գրքերն այս պահին առկա են գործող գրադարանում, իսկ բոլոր այն գրքերը, որոնք վերջին 5-ից 7 տարիների ընթացքում պահանջարկ չեն ունեցել, տեղափոխվել են կիսանկուղային հարկ ու պահվում են հատուկ պայմաններում օդափոխության համակարգով։ Կիսանկուղային տարածք է, ինչպես տեսնում եք, ինքը ամբողջությամբ նկուղ չի, եւ այստեղ մենք 2 սենյակ ենք ազատել, վերանորոգել եւ տեղադրել ենք օդափոխության համակարգ։ Շուրջ 30,000 կտոր գրականության վերանայման ժամանակ պարզվել է նաև, որ մի շարք գրքեր վնասված են, վերականգնման անհրաժեշտություն կա։ Կարիք ունեն պարզապես դեզինսեկցիայի, այսինքն միջատազերծման։ Մենք միջատազերծել ենք եւ տարածքը, եւ գրականությունը, պարանները չենք հանել, քանի որ ժամանակավոր է եւ հույս ունենք, որ շատ արագ մենք կկառուցենք նոր գրադարանը եւ անմիջապես հենց այսպես կտեղափոխվի գրադարանի հատված։ Նալբանդյանն ասում է, նախկին գրադարանի տարածքը կառավարության որոշմամբ է 10 տարի ժամկետով տրամադրվել Ֆրանսիական ինստիտուտին։ Որոշել են կրթական 2 հաստատությունները միասին մշակութային ծրագրեր կիրականացնեն։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Հորը դանակահարելուց հետո որդին փորձել է նետվել կամրջից, դաժան սպանություն էջմիածնում, ինչու է կրիմինալը գլուխ բարձրացրել հոգևոր մայրաքաղաքում։ Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Անիֆի շահութահարկը կվճարի կառավարությունը, բյուջեից 84.5 միլիոն դրամ կհատկացնեն։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Կամրջից ցած նետվել պատրաստվող երիտասարդ, սպանության գործիք դանակ, կարմիր լճակ սենյակում թղթադրամներ զոհի կոկորդում։ Կրիմինալ ֆիլմի սցենար հիշեցնող այս դրվագները իրական են այսօրվա պատմություն։ Էջմիածնում դաժան սպանության հեղինակը որդին է, որ բուռն վեճի ընթացքում սպանել է հորը, ապա փորձել նետվել կամրջից։ Ահասարսուր սպանության մանրամասները մեր ռեպորտաժում վերջին շրջանում քրեական պատմություններով աչքի ընկած հոգևոր մայրաքաղաքից։ Ցնցող սահմռկեցուցիչ ողբերգությունը տեղի ունեցել է Էջմիածնում։ Ոստիկանները կանխելով 22-ամյա երիտասարդի հաղթանակի կամրջից նետվելու փորձը նրան տեղափոխել են ոստիկանություն, բայց դրան նախորդած մանրամասներն են բացահայտել սարսափելի իրողությունը։ Երիտասարդը ինքնասպանության փորձից ժամեր առաջ է սպանել սեփական հորը։ Սպանել գումարնել դրերա բերանը, ասա փոխտուր ռեմոնտ անեն, շտանց է խոսակցումը։ Հորը սպանել է, գնացել է Երևան, ուզեցել է մոստից գցի, իրան բարեկները բռնել են իրան։ Փողը ուզեցել թե ինչ, ոսկի բաներ։ Ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում են հայտնաբերել հորդին կտրած ծակած վնասվածքներով, դիակի վրա թղթադրամներ։ Սպանության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Չնայած սարսափելի իրողությանը հարևաններն ասում են անհանգստացնող ձայներ չեն լսել։ Հանգիստ ընտանիք են եղել։ Նրանց մասին դրական նկարագրություններին զուգահեռ շրջանառվում են խոսակցություններ, որ 22-ամյա երիտասարդը խաղամոլ է։ Քննչականից ժամին հայտնեցին, որ տղան հենց ինքն է խոստովանել սպանությունը, դեպքի վերաբերյալ նախաձեռնել են քրեական բարույթ սպանության հատկանիշներով։ Անձը ձերբակալվել է,
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, կատարվում են ապացուցողական եւ վարույթային գործողություններ այս պահին։ Հարցաքննության վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում, ինչ վերաբերում է խաղամոլությանը, քննչականից ասում են, որ վարույթով նման տվյալ այս պահին չունեն։ Հերթական ողբերգական այս դեպքը ըստ բնակիչների դարձյալ է ուշադրություն հրավիրում Էջմիածնի աճող կրիմինալի վրա։ Վերջին շրջանում քաղաքում հաճախադեպ են դարձել բռնություններն ու ծանր հանցագործությունները, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս եւ բնակիչներին, եւ իրավապահներին։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Վերջապես տեղեկություն է ստացվել Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլ Ջեքչյանի մասին։ Լրատվամիջոցները այսօր հայտնել են, որ նա տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է բաժանմունքում։ Նրանից լուր չկար տևական ժամանակ։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնել առաջարկող նախագիծը կառավարության բացասական եզրակացությանն արժանացավ։ Ապրիլի 22-ին Ազգային ժողովում Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել, որ ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթരാճ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Օրենսդրական փոփոխություններով խմբակցությունն առաջարկում էր սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 300-պատիկի չափ կամ հանրային աշխատանք 150-ից 250 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակ 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով։ Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։ Կառավարությունը կվճարի կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Անիֆի շահութահարկը, որի համար պետական բյուջեից կհատկացնեն 84.5 միլիոն դրամ։ Շահութահարկի պարտավորությունն առաջացել է 2024 թվականի ընթացքում։ Անիֆը ֆինանսավորվում էր պետական միջոցներով։ Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում արտերկրից։ Սակայն ըստ ԶԼՄ-ների միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն եւ օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին։ 5 տարվա ընթացքում Անիֆը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա։ Հայաստանը համաշխարհային բանկից նախատեսում է $100 միլիոն վարկ վերցնել զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկի հետ բանակցություններն ավարտական փուլում են։ Հատկացված միջոցներով նախատեսում են արդիականացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները արդեն հայտնի հանգստի կենտրոններում՝ Գորիսում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ջերմուկում, ինչպես նաեւ նոր ուղղություններ ստեղծել։ Մասնավորապես նախատեսում է գյուղական զբոսաշրջության կլաստերի ձևավորում Եղեգիս գյուղում, նաեւ գինու կլաստերի ձևավորում Վայոց ձորի մարզի Արենի գյուղում։ Հայաստանը 5 տարում օդի աղտոտվածության մոնիթորինգի 16 կայան ձեռք կբերի։ Շրջակա միջավայրի նախարարը ներկայացնելով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-ից 2030 թվականների միջոցառումների ծրագիրը նշել է, որ 2024 թվականին նախարարությունը պետական բյուջեի գումարներով արդեն 2 շարժական դիտակայան է ձեռք բերել, որոնք կտեղադրվեն Երևանում։ Կվերազինեն քիմիական լաբորատորիան, որի օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների ավելի ճիշտ տվյալներ կարող են ձեռք բերել։ Հայաստանն առանց վիզայի ռեժիմ կսահմանի Միացյալ Նահանգներում, Եվրամիության երկրներում, այդ թվում Շենգենյան համաձայնագրի երկրներում եւ Պարսից ծոցի երկրների մի մասում կացության իրավունք ունեցող անձանց համար։ Արտգործնախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանում արդեն իսկ գործում է առանց վիզայի ռեժիմ այդ երկրների քաղաքացիների համար։ Այժմ առաջարկում են այն տարածել նաեւ կացության կարգավիճակ ունեցող անձանց վրա, այսպիսով հեշտացնելով մարդկանց այցելությունը Հայաստան։ Առանց վիզայի ռեժիմ կսահմանվի նաեւ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիների համար։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակի մասին, հանրապետությունում վաղը անձրևներ չեն լինի։ Իդեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստեր գերխանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Իսկ այժմ մայրաքաղաքում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 20-ից 24 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 24-ից 28, Լոռիում 17-ից 21, Տավուշում 22-ից 25 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 27-ից 30 աստիճան ջերմություն, Սյունիքի հովիտներում 25-ից 29, իսկ Սյունիքի նախալեռներում 20-ից 23 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 13-ից 15 աստիճան ջերմություն, ցերեկը 27-ից 29, երեկոյան ժամերին 18-ից 20 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։